Երեկ ապրիլի 7-ին մեկնարկվեց մի շատ հետաքրքիր գիտաժողով, որի փակագծերը հիմա չեմ ուզում բացել, որովհետև մեր հյուրերը իրենք կներկայացնեն։ Սիրով պետք է ներկայացնենք մեր հյուրերին, որոնք արդեն մեր տաղավարում են եւ որոնցից մեկը ժամանել է Լիբանանից, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսյան, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ եւ Տեր-Ասողի Քահանա Կարապետյան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն, բարի շնորհակալություն, որ եկել եք եւ բարի գալուստ իհարկե Հայաստան, գիտեմ որ երկու շաբթի եք ժամանել հատուկ այս համաժողովի համար եւ խնդրենք անգամից ներկայացնեք, թե ինչ համաժողով է։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ուրեմն համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Մայրաթորի հովանու ներքո եւ համաժողովի կազմակերպման իրենց աջակցությունն են բերել նվիրապետական աթոռներից Մեծիտան Անգելիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Նորավան գիտակրթական կենտրոնը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը։ Մի պատկառելի, այսպես կազմակերպիչների խումբ եւ համաժողովը նվիրված էր Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության տարիներին հայ հոգեվորականների առաքելությանը։ Սա մի թեմա է, որ թե նախորդ տարիներին եւ թե այսօր կարծես թե անտեսվում էր, անցյալում հայտնի պատճառներով, այսօր էլ մեզ անհայտ պատճառներով, բայց բնականաբար ամենուրեք հայ հոգևորականի առաքելությունը ներկայացվում էր, բայց այս գիտաժողովը իր զեկուցումներով, իր ներկայացուցչական կազմով բոլորովին այլ էր, ներկայացնում էր հայ կյանքում հայ հոգևոր ոլորտն իր ամբողջության մեջ եւ խորհրդանշական էր մեզ համար, որ գիտաժողովը կազմակերպեց Սուրբ Էջմիածնում, քանի որ Սուրբ Էջմիածինը Մայրաթորը համայն հայության հոգևոր կենտրոնն է եւ այնտեղ բոլորը համախմբում են ազգի ամբողջությունը եւ բնականաբար գիտաժողովն իր զեկուցումներով գիտական առումով եւ ազգային առումով բավական հետաքրքրական էր, որովհետև զեկուցողները փորձեցին ներկայացնել հայ կյանքի այդ տարիներին տարբեր ոլորտները։ Պարոն Հայդոսյան, որն էր պատճառը, որ ինչպես նշեց Տեր Հայրը, տարիների ընթացքում փորձել են փակվել այս աշխատանքները, որը արել է հայ հոգևորականությունը, հատկապես ցեղասպանության տարիներին, եւ հիմա որոշվել է փաստորեն բացվել եւ ներկայացվել այդ ամենը։ Ընդհանուր քաղաքական մոտեցումներուն մեջ եթե եկեղեցին բաժին ունենա ընդհանրապես հոգևորականը մենք բարփակած կլանք նաև եկեղեցու ընդհանուր կյանքի մեջ։ Ուրեմն չենք զադորոշեր հոգևորականը։ 100 տարիներ ետ կսակայն այսօր ինչպես որ ցեղասպանության տնտեսական խնդիրները, իրավական խնդիրները եւ այլ տեսակի խնդիրները վերգառնենք, բնական է որ հոգևորականներու թեր վերառնենք։ Եթե հայ ժողովրդի մեջ եկեղեցին գետրոնական թեր խաղացած է, եկեղեցվով մեջ հոգևորականը առաջնորդի թեր կատարած է։ Ուրեմն եթե եկեղեցին օգնած է որ ժողովուրդը փրկվի կամ վերահաստատե իր ներկայությունը հատկապես Մերձավոր Արևելքի Սփյուռքի մեջ, ուրեմն հոգևորականը անպայման մեծ թեր ունեցած լալու է։ Հոգևորականը ուրեմն չենք զադորոշած, որովհետև եկեղեցու մեկ մասն է, սակայն որպես անհատներ, որպես ղեկավարներ, եթե մենք առնենք, մենք գիտենք որ որպես նահատակներ, որպես ղեկավարներ, որպես ընկերային գործիչներ, երբեմն որպես բժիշկներ, անոնց թերը մեծ եղած է, ժողովրդին օգնած են, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Բադահական չէ, որ մեր ժողովուրդը վերահաստատեց իր կյանքը այս երկիրներու եւ քաղաքներու մեջ Մերձավոր Արևելքի եւ հոգեվորականներու թերը մեծ եղավ։ Ինչպես հասկացաք, ներսերիմն է, ինֆորմացիա կար, որը փակ էր առաջ եւ այստեղ ներկայացվեց, եթե սխալ եմ հասկացել, խնդրում եմ ուղղեք, ինչ կարևոր ինֆորմացիա մենք իմացանք այս գիտաժողովից, որը մեզ կօգնի նաեւ պատմական առումով։ Գիտական այդ տեղեկությունները, գիտական տվյալները բոլորը ժամանակներում մաչելի են եղել, բայց թեման այնպիսին էր, որ խորհրդային տարիներին բնականաբար բարձրաձայնելի չէր, հակառակ այն բանի, որ 1965 թվականին այդ ազգային պոռթկումը, որ եղավ, եկեղեցում հենց առաջին Հայաստան աշխարհում
կանգնեցվեց Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանը 65 թվականին Մայրաթորում Վազգեն Վեհապարի նախաձեռնությամբ։ Եվ հայրենադարձների առաջին խումբը, չէ՞, թե չեմ սխալվում, այդ թվականներին հենց սկսեցին գալ եւ այդ թեմաները ավելի ակտուալ դարձան։ Այո, այդ տարիներին եւ եկեղեցում սկսվեց խոսքը, խորհրդային միջավայրում սկսվեց խոսքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Անշուշտ Էջմիածին ամսագրում հրատարակվեցին հոդվածներ, բայց որ գիտաժողով գումարվեր եւ այդ ամենը այսպես քննարկվեր, ներկայացվեր, նահատակ եկեղեցուն մատուցվեր, գոնե ինձ նման տեղեկություններ հայտնի չեն։ Եվ այս առումով այս գիտաժողովն իր տեսակի մեջ չափազանց ուշագրավ է, որովհետև այստեղ ներկայացավ ոչ միայն հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, այլ հայ կյանքում առկա քրիստոնեական բոլոր հարանվանությունները, որովհետև ցեղասպանության տարիներին կոտորվում էր հայ ժողովուրդը, կապ չուներ առաքելական եկեղեցու հետևորդեր, հայ կաթոլիկ էր, թե հայ բողոքական էր, անշուշտ եղան դեպքեր, բայց ամբողջության մեջ կոտորվում էր հայ ժողովուրդը եւ բնականաբար այս գիտաժողովը, որ ներկայացվեց Սուրբ Էջմիածնում, ներկայացնում էր բոլորի կորուստը եւ բոլորի ցավը ընդհանուր իր բովանդակության մեջ։ Հետաքրքրական զեկուցումները, եթե առանձնացնենք, կոնկրետ Սիրիայի հայոց առաջնորդը, Դամասկոսի հայոց առաջնորդը իր խոսքի մեջ անդրադարձավ այդ տարածաշրջանում եկեղեցու առաքելությանը, հոգևորականների նահատակ հոգևորականներին, գաղթականների օգնությանը, ինչպես նաև վերապատվելի զեկուցողները, որոնք նույնպես անդրադարձան այդ օրերին, թե ինչ հնարավոր միջոցներ էին գործածում գաղթականներին պահպանելու, օգնելու, ապաստարան հայթայթելու, ինչպես նաև անդրադարձ եղան նահատակ հոգևորականներին, ինչպես առաքելական եկեղեցու, կաթողիկ եկեղեցու, այնպես էլ բողոքական հայ եկեղեցու նահատակների, որոնք իրենց հոտից երբեք չբաժանվեցին, այլ նրանց հետ միասին կրեցին այն Գողգոթայի տառապանքները, որ այդ օրերին ապրում էր ողջ ժողովուրդը, եւ կոնկրետ օրինակներով, հականե հանվանե հիշատակումներով վերհանվեց այն հերոս ժողովուրդը, այն հերոս հոգևորականները, որոնք բոլոր ժամանակներում եւ հայ հոգևորականի համար եւ ընդհանրապես հայ մարդու համար կարող են դառնալ կյանքի օրինակներ, առաքինության այսպես կենթանի օրինակներ եւ ներշնչման աղբյուր բոլոր ժամանակներում։ Պարոն Հայտոսյան, կա արդյոք այդպիսի մի առանձնակի դեպք, որի մասին զեկույցներից որևէ մեկում գուցե հնչեց եւ հիմա կարելի է պատմել այդ անհատական պատմությունը։ Անցնավես իմ զեկուցումից մեջ ես ներկայացուցի վերաբատվելի Ենով Քադիտյանի օրինակը, որ 1920 թվականին մինչև 1962 թվականի մեջ հովվական ծառայության մեջ էր Բեյրութ քաղաքի մեջ։ Այս վերաբատվելիին օրինակները մեկը սա է։ Լիբանանի մեջ այսօր գործե Ազունյե քյուղի մեջ բուժարամը, հայկական բուժարամը, հովանավորությամբ հայ առաքելական եկեղեցվո եւ հայ ավետարանական եկեղեցվո։ Այս բուժարանը հիմնված է վերաբատվելիի ճանկերով, երբ 1920-22 թվականին Բեյրութի քաղաքագայանի մեջ ինք կայցելեր ժողովուրդը եւ կնկատեր, որ թիթեղաշեն այդ թղիակներուն դուներուն արչեւ թոքախտե դարաբող փոքրեր, մեծեր, ձերեր, երդասարտներ կգտնվեին, որոնք կփոխանցեին այդ հիվանդությունը այլոց եւ մահերը մեծ էին թիվով եւ ուրեմն ինք չանք կտապե, որ հավաքի այս բոլոր թոքախտավորները եւ հիմնե հաստատությունը, որ գործե մինչեւ այսօր։ Ավասիկ օրինակը, որ պատճառ եղավ, որ հազարավոր հայեր բրգվին։ Եվ այս մեկ օրինակն էր, նույնպես եղան հայ կաթողիկ վարդապետները եւ իրենց թերը, օրինակ համար նույնը որ մանրամասն չանդրադարձան անոր 3, սակայն ես կուզեմ հիշատակել Բեյրութ Բուրչամուդը Բեյրութի մեջ կարևոր մայրաքաղաք մգսեփվի սպիրկայության մեջ։ Բուրչամուդ քաղաքի հիմնադրության գազագերբումի մեջ հայ կաթողիկ Բողոս Արիս անունով գեղերական կարևոր դեր կատարած է։ Հիմա վերադառնալով ինչպես դեռ նկարագրեց դվյալները հոն էին, սակայն եկեղեցական դոմարները, արխիվները, ադենակրությունները, անվանացանգերը, բոլոր աշխատանքներու ֆոտոները, այս բոլորը բացահայտված չեն։ Զանոնք սեբած ենք դերևս երկրորդական ավելի նահատակներուն ուշադրություն դարձած ենք։ Այսօր 100 տարիներ ետ լավ է նաև անդրադառնալ, որ մինչ
սրբատասումի մասին կմտածենք, մենք տեսնենք, որ հայ հոգևորականը առաքելական կաթողիկե ավետարանական նաև այդ չարտերու դարիներուն եւ անոր հետևող դարիներուն սուրբերու կորձեր կորձեցին իրենց կյանքի մեջ կորձնական օրինակը դարձան ավետարանին, որ կնշանակե բարի լուր։ Եվ փրկեցին իհարկե անշուշտ կյանքեր փրկեցին, այս ինֆորմացիան հետագայում հնարավոր կլինի գտնել համացանցում եւ կարծում եմ հիմա խոսում ենք մարդիկ կան, որ կհետաքրքրվեն եւ կուզեն իրենք ընթերցեն։ Վստահաբար, ինչպես երեք նշեցին կազմակերպիչները, իմաստնավորի Սփյուռքի նախարարության պատասխանատու անձերը, գիտաժողովի զեկուցումները առանձին գրքույկով կհրատարակվի եւ լայն գիտական շրջանակների համար մատչելի կլինի։ Այսօր հոգևոր աշխարհը ինչ մասնակցություն ունի Մերձավոր Արևելքի բնակչության կյանքում։ Այսօր ինչով է զբաղված մեր հոգևոր աշխարհը։ Հայ եկեղեցիները, մեր եկեղեցին, մեր երեք հարանվանությունները եկեղեցիները դակավին գետրոնական թեր կխաղան Մերձավոր Արևելքի ընդհանրապես քաոթներու մեջ։ Կարևոր օրինակ մներ Լիբանանի քաղաքացիական պատերազմը 1975-ին 90-91 թվականները, երբ հայ եկեղեցին քաղաքական գուսակցություններու կողքին որպես մեկ ուժ, մեկ իրականություն օգնեցին, որ ժողովուրդը նաև դոգա բրգվի, հոն ուր պետք էր օժանդակություն, նյութական, ֆիզիկական, ուտեստեղենի, ապահովության, հոգևոր քաջալերության հետ բաժինը կատարեցին։ Այսօր նմանը կտեսնենք Սուրյո բարակային։ Հերոսական աշխատանք կդանին հայ հոգևորականները Սուրյո մեջ, Հալեբի մեջ, Դամասկոսի մեջ, Քեսաբի մեջ եւ այլ տեղեր, անոնք ոչ միայն խորանի եւ փեմի կարոզողներ են, հաբա բոլորը ընկերային կորձիչներ են, ծառայողներ են, քաղաքական կորձիչներ են, մարդկանց կողքին են։ Մարդկանց կողքին են, մարդկանց հետ են, մնացին իրենց դեղը եւ մեծ քաջալերություն կբերեն մեր ժողովրդին։ Մենք իրավես պետք է շնորհակալ լինենք, որ հայ ժողովուրդը օժտված է նվիրյալ հոգևորականներով, որոնք ինչպես հոգին մարմնին գորիզն է, հոգևորականն ալ ընկերության մեջ այդ գորիզային բարերար քաջալերող թերը պետք է գդարի եւ կգադարի։ Իրապես շնորհակալ եմ ձեզ, որ այսօր եթե ավելացնելու բան ունեք, համեցեք։ Կուզեի նկատել, որ Մերձավոր Արևելքում, մանավանդ Սիրիայի մեջ մեր տարապող եւ հերոսաբար պաշտպանվող ու ապրող ժողովրդին աջակից է նաև ողջ հայ ժողովուրդը, որովհետև քրիստոնեական մեր բոլոր հարանվանությունները իրենց կարելին անում են, որպեսզի համազգային աջակցությունն ուղեն Սուրյո մեջ հայ կյանքի պահպանմանը եւ անշուշտ վերաշինմանն ու վերազարգացմանը։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն եւ համաժողովի համար հիշեցնենք, որ 3 ապրիլի 7-ին տեղի ունեցավ համաժողով Մերձավոր Արևելքի հոգևոր աշխարհի մասնակցությունը ցեղասպանության տարիներին։ Այսպիսին էր թեման եւ կարծում եմ հենց նոր բարձեցինք մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք ինքներս էլ չգիտենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ժամանակ գտաք եկաք, երաժշտություն մեր եթերում։